Սիրելի հետևորդներ, այսօրվա մեր վերլուծությունը սկսում ենք շատ կարևոր և բացառիկ նորությամբ, որին վստահ եմ շատերդ էիք սպասում։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Հարսնաձորի լեգենդը» սերիալին մնացել են հաշված սերիաներ։ Այո, սիրելիներս, մեր սիրելի, նյարդեր լարող և հույզերով լի այս պատմությունը մոտենում է իր տրամաբանական և վերջնական ավարտին։ Այս վերջին սերիաները լինելու են ամենաթեժը, ամենադինամիկն ու բացահայտումներով լին, ուստի եկեք միասին հասկանանք, թե ինչ հանգուցալուծումներ են մեզ սպասվում։ Վերջին դրվագներում բոլորս քարացած հետևում էինք, թե ինչպես Արմոն բաց թողեց գազօջախն ու վտանգեց Նարեի և նրա չծնված բալիկի կյանքը։ Առաջին հայացքից թվում էր, թե խելագարված Արմոն պարզապես փորձում էր ազատվել Հայկի երեխայից և վրեժ լուծել մերժված լինելու համար։ Բայց արի ու տես, որ Արմոյի նենգ ուղեղը շատ ավելի հեռուն է գնացել։ Մեր վերլուծությունը հուշում է, որ սպանությունը նրա գլխավոր նպատակը չէր։ Արմոն այս հրեշավոր քայլն արեց միայն մեկ հստակ նպատակով՝ մանիպուլյացիայի ենթարկելու Ադամյանների ողջ ընտանիքին։ Ստեղծելով այս քաոսը, նա ցանկանում է բոլորին, հատկապես Վռամին և Անիկին, համոզել, որ Սաքոն վերջնականապես կորցրել է բանականությունը, և որ Նարեի ու երեխայի համար այդ տանն ապրելն այլևս մահացու վտանգավոր է։ Արմոն սա օգտագործելու է որպես իդեալական պատրվակ Նարեին Ադամյանների տանից հանելու և իր սեփական տուն տեղափոխելու համար։ Նրա նպատակն է ամբողջությամբ մեկուսացնել Նարեին իր հարազատներից, զրկել նրան պաշտպանությունից և վերջնականապես դարձնել իր հոգեբանական ու ֆիզիկական գերին։ Այս պայթյունավտանգ զարգացումներից ելնելով ձեզ եմ ներկայացնում ֆինալին ընդառաջ մեր գլխավոր կանխատեսումները։ Եթե Արմոյին հաջողվի հասնել իր ուզածին և Նարեին տանել իր տուն, ապա Նարեն կհայտնվի իսկական դժոխքում, առանց փրկության որևէ ելքի։ Բայց չմոռանանք, որ Հայկը, իմանալով հոր իրական մարդասպանի Սաքոյի մասին, զինված ու վրեժով լցված արդեն ճանապարհին է։ Կանխատեսում եմ, որ Հայկի վերադարձը կխառնի Արմոյի բոլոր խաղաքարտերը։ Երբ Հայկը հասնի Հայաստան, Սաքոյին ոչնչացնելու նպատակով, ճակատագրի հեգնանքով հենց այդ ժամանակ էլ կբացահայտվի Նարեի հղիության և Արմոյի գերության մեջ գտնվելու փաստը։ Մենք ականատես կլինենք Հայկի և Արմոյի վերջնական արյունալի բախմանը, հանուն Նարեի և երեխայի փրկության։ Վռամը բռնացնելով Լալային և Աբոյին հյուրանոցի դիմաց, վերջնականապես կհասկանա, որ այսքան ժամանակ ինքը եղել է խամաճիկ Լալայի վրեժի թատրոնում։ Լալան այլևս չի կարողանա արդարանալ։ Նրա կառուցած ստի ամրոցը կփլուզվի։ Բայց քանի որ ավարտը մոտ է, չի բացառվում, որ վերջին սերիաներում Լալան վերջապես գտնի իր կորած երեխային, և այդ բացահայտումն այնքան ցնցող կլինի, որ ստիպի նրան հրաժարվել վրեժից ու քավել մեղքերը։ Իսկ Սաքոն, ով կործանեց բոլորի կյանքը, արդեն իսկ ստանում է իր դաժան պատիժը Արմոյի տված դեղերի միջոցով։ Սակայն նրա վերջնական դատավճիռը կկայացնեն ոչ թե դեղերը, այլ Հայկը ու սեփական որդին՝ Վռամը, երբ բոլոր ճշմարտությունները դուրս գան ջրի երես։ Ադամյանների կայսրությունը դատապարտված է փլուզման։ Սիրելի հետևորդներ, հաշված օրեր են մնացել այս անհավանական պատմության հանգուցալուծմանը։ Ինչ եք կարծում, կկարողանա Արմոն Նարեին տանել իր տուն, թե Վռամը կխանգարի նրան։ Եվ արդյոք Հայկը կհասցնի փրկել իր սիրելիին, ու ամենակարևորը, ինչ ավարտ եք կանխատեսում Սաքոյի համար։ Գրեք ձեր ամենահամարձակ ենթադրությունները մեկնաբանություններում։ Հիմա ձեր ակտիվությունն ու վերլուծությունը կարևոր են, քան երբևէ։ Չմոռանաք լայքել և բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք մեծ ֆինալի մեր բացառիկ քննարկումները։